Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է։ Հոր Արմեն Հովհաննեսովի կողմից գործադրած դաշան բռնության զոհ դարձած 3-ամյա Տիգրանի քույրը եւ եղբայրները պատկան մարմինների օժանդակությամբ ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Հաղորդվում է, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Նրա եղբայրը Ավետիք Քերոբյանը պնդում է, որ խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ։ Հիշեցնենք, Վահան Քերոբյանը կասկածվում է փողերի լվացման եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։ Այդ գործով մեղադրյալ է ներգրավել նաև գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազույցությունը միջնորդագիր է ուղարկել Սևանազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենին դրախտիկ բնակավայրում գտնվող Գասպարյանի կնոջ մոր անունով օրենքի խախտմամբ գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկամսյա ժամկետով ձերբակալվել էր ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը, որը մեղադրվում է Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն ստեղծելով եւ ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ եւ միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, տեղեկանալով, որ Հայաստանի քաղաքացի ՀՄ-ն Ռուսաստանում ծավալված գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է $250,000 չափով անօրինական օգուտ։ Վերջինիս քույրը տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՍՀ-ին ստանձնելու գումարային խնդրի լուծումը։ Արդյունքում ՍՀ-ի եւ ԳՄ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ $66,000-ին համարժեք 25,522,200 դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է ԳՄ-ին։ ԳՄ-ն ձերբակալվել է, իսկ ՍՀ-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալական որոշում դատարան ներկայացնելու համար։ ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից կոկաին է հայտնաբերել, 3 անձ կալանավորվել է։ Իսպանիայից Հայաստան ներմուծված կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ եւ 250 գրամ քաշո պոլիէթիլենային տոպրակներ լցված կոկային տեսակի թմրամիջոցներով։ Օտարազգի 2 քաղաքացի ապօրինի հատել են Հայաստանի պետական սահմանը եւ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Վերջիններս նույն օրը ձերբակալվել են, հայտնում են քննչական կոմիտեից։ Երևանում նախկին ամուսինը դանակահարել եւ սպանել է կնոջը, ներքին գործերի նախարարությունից հայտնում են նաեւ, որ սպանված կինը 74 տարեկան է, իսկ նրա ամուսինը 64։ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գտնվող Երևան City սուպերմարկետի տարածքում գործող KFC-ում բռնկված հրդեհի փաստով գույքի ոչնչացման կամ վնասման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։